Միացյալ Նահանգների հետաքրքրությունները Պակիստանում չեն սահմանափակվում ահաբեկչության դեմ պայքարով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ արտգործնախարար Հիլարի Քլինթոնը հուլիսի 19-ին։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ $500 միլիոն ֆինանսական աջակցություն կտրամադրի Պակիստանին։ Ծրագրերը, որ իրականացվելու են գումարի շրջանակներում, նախատեսում են հիվանդանոցների և հիդրոէլեկտրոկայանների կառուցում։ Այս պահին Պակիստանում ամերիկյան հումանիտար աջակցության ֆինանսական ծավալները հասնում են շուրջ $7.5 միլիարդ։ Իսլամաբադում իր պակիստանցի գործընկեր Շահ Մահմուդ Քուրեշիի հետ հանդիպելուց հետո Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից նախատեսվող ծրագրերի իրականություն դառնալու պարագայում Պակիստանի և Աֆղանստանի սահմանային հատվածում բնակվող շուրջ 300,000 քաղաքացիներ կմատակարարվեն էլեկտրաէներգիայով, կբարելավվեն 3 հիվանդանոցներ, ինչպես նաև երկրի որոշ շրջաններում կլուծվի խմելու ջրի խնդիրը։ Ծրագրի ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից հավանության արժանանալու պարագայում առաջիկա 5 տարիների ընթացքում Պակիստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցությունը հասնելու է տարեկան $1.5 միլիարդ։ ԱՄՆ-ի և միջուկային զենք ունեցող Պակիստանի միջև վստահության վերականգնման ուղղված այս նախաձեռնությունը մասն է կազմում Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքական նոր ռազմավարության, այն է հումանիտար աջակցության ծավալներին առավել կարևորություն տալով ոլորտն ընդհուպ մինչև ռազմական առաջնահերթություններին մրցակից դարձնելը։ Այսուհանդերձ Աֆղանստանում ընթացող պատերազմում տարածաշրջանի թերևս կարևորագույն երկիրը հանդիսացող Պակիստանը վարանում է ամբողջական օգնություն ցուցաբերել Հյուսիսատլանտյան դաշինքին։ Փորձագիտական գնահատականն այն է, որ Պակիստանի իշխանությունները չեն ցանկանում անմիջական ռազմական գործողությունների անցնել Աֆղանստանի թալիբների դեմ, քանի որ վստահ չեն, որ միջազգային ուժերի տարածաշրջանը լքելուց հետո երկիրը կայուն վերահսկողություն է ունենալու։ Ի դեպ կիրակի օրը տարիներ տևած բանակցություններից հետո Պակիստանի և Աֆղանստանի միջև կնքվել է առևտրային մի պայմանագիր, ըստ որի հեշտացվելու է երկրների սահմանային անցակետերի ընթացակարգերը։ Պայմանագիրը, որ դեռ պիտի հաստատվի երկու երկրների օրենսդիրների կողմից, ըստ ամերիկյան պաշտոնյաների դրական է ոչ միայն տնտեսական առումով, այլև կնպաստի տարածաշրջանում զինյալ խմբավորումների դեմ պայքարին։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։